Պետական եկամուտների կոմիտեն մաքսային իրավախախտումների եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում շարունակաբար իրականացնում է լայնածավալ միջոցառումներ Հայաստանի Հանրապետության օդային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ։ Օրերս Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակ բաժնետիրական ընկերության կորած եւ գտնված իրերի բաժնի աշխատակիցը փորձել է օդանավականի տարածքից ծառայողական անցակետով դուրս բերել թղթե փաթեթ։ Հաշվի առնելով տվյալ աշխատակցի մոտ թղթե փաթեթի արկայության հանգամանքը նույն ընկերության ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները պարզել են, որ թղթե տոպրակում արկա է iPhone մակնշմամբ 30 բջջային հեռախոս, ինչպես նաև 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոց։ Վերջինիս չի թույլատրվել լքել օդանավակայանի տարածքը։ Այդ մասին աշխատանքային կարգով տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պատասխանատուներին։ Էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության, ուղևորների մաքսային սպասարկման եւ հսկողության Զվարթնոց եւ Երևանի բաժնի մաքսային ծառայողները իրականացված մաքսային հսկողության արդյունքում պարզել են, որ կորած եւ գտնված իրերի բաժնի աշխատակցի փաթեթում արկա են 30 հատ iPhone մակնշման բջջային հեռախոսներ, ինչպես նաեւ 14 միլիոն ռուսական ռուբլի կանխիկ դրամական միջոցներ, որոնք որպես իրավախախտման անմիջական օբյեկտներ վերցվել են մաքսային մարմինների կողմից։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 307 եւ 313-րդ հոդվածների համապատասխան հատկանիշներով կազմվել են արձանագրություններ։ Դեպքին առնչվող նյութերը ՊԵԿ մաքսային մարմնի կողմից ուղարկվել են ազգային անվտանգության ծառայություն, օրենքով նախատեսված հետագա գործողություններն իրականացնելու նպատակով։ Այնուհետև նշված կառույցի կողմից նյութերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։